Ողջույն 24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է լրագրողներ հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Բարև ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար սիրով։ Դուք եւ այլ իրավապաշտպան քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ հաղորդում եք ներկայացրել գլխավոր դատախազությանը Փաշինյանի կողմից եկեղեցու եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումների մասին, նշել եք, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ պատասխանատու է այդ խախտումների համար, նա ղեկավարում, կազմակերպում, հրահանգում եւ իրագործում է հանցագործությունները եւ գլխավոր դատախազից պահանջում եք սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված գործողություններ կատարել քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա բոլոր հանցակիցներին։ Ինչ եք կարծում, ինչ արձագանք կստանա, որովհետեւ մինչ օրս բոլոր դիմումները, հայտարարությունները անարձագանք են մնացել եւ բացի այդ մենք առանձին եւ գլխավոր դատախազի եւ արդարադատության նախարարի հայտարարությունները գիտենք այս մասով։ Դե երևի հաշվի առնվել նաեւ դա կազմակերպիչները գիտեք Հայ ազգային կոնգրեսն էր, Լևոն Զոհրաբյանը եւ այլն, այսինքն հաշվի են առել, որ այդպես է կարող լինի, իրավապահ համակարգը բացարձակապես չի գործում, բայց պետք է բողոքարկել, դատարան դիմել եւ այլն, այսինքն պետք է դա առաջ տանել, սա է իրավական ճանապարհը եւ մենք ուրիշ ինչ ճանապարհ ունենք, ասենք չի կարելի թողնել այսպես էլի, որ մարդը ինչ ուզում անում է, իսկ ինչ մտքով անցնում է կոնկրետ եկեղեցու դեպքում, ասենք, գիտեք, սահմանադրությունը խախտում, օրենքները խախտում, ինչ ուզում խոսում է, չգիտեմ, նսեմացնում է եւ այլն։ Եւ մենք չպետք է նստենք, լռենք եւ սպասենք, որ ինքը պետք է այդպես շարունակի, եւ այդ հավաքը, որ ինձ էին հրավիրել եւ հրավիրել էին ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կային, հասարակական կազմակերպություններ, երիտասարդական կազմակերպություններ կային, ասենք ինձ նորություններ ինձ համար շատ էր ինչ էի ճանաչում եւ ելույթներ քննարկում եղավ, ելույթներ հնչեցին, գիտեք ինչով էր լավ, որ երևի վերջին շրջանում կամ չգիտեմ, չեմ հիշում թե երբ որ լինեի այսպեսի մի միջավայրում, որտեղ շատ մեծ համախոհություն կար, գաղափարների ընդհանրություն կար եւ շատ հանգիստ քաղաքակիրթ մթնոլորտում այդ քննարկումները եղավ եւ լավ առաջարկներ եղան, ես ճիշտն ասած չգիտեմ հետագայում, բայց հնչում էին, որ պետք է գործողությունների վերածվեն եւ կար Զոհրաբյանը ասաց, որ ունեն եւ գործիքակազմ հետագայի համար եւ եկեղեցին սա առաջին հարցն է, բայց էլի կան հարցեր, որով պետք է ուրեմն արձագանքեն անպայման, ինչպես ինքն է ասում, պետք է դեմն առնեն եւ չբացահայտեցին այդ գործիքակազմը, բայց բոլորը կարծես մի մարդու պես համաձայն էին ուրեմն գնալու, կարծում շատ լավ հարթակ էր, ինչ շատ դուր եկավ։ Լրջություն կար, էլի, բավականին լուրջ հարթակ էր։ Իսկ մասնավորապես ինչ խնդիրներ եք դուք տեսնում, ինչ խախտումներ է կատարել Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ եկեղեցու եւ մյուս հարցերով։ Դե այն որ ասենք ինքը եկեղեցու ներքին հարցերին է խառնվում, չէ, ասենք կուսակրոնություն, այդ բոլորը եկեղեցու ներքին հարցերն են, որտեղ իրենք լուծումներ կարող է գտնել հենց ինքը եկեղեցին։ Եվ այդ կարգալույծ քահանայի, այսինքն մի տեսակ անդադ այդ անարգանքը կա եկեղեցու նկատմամբ, ասենք հիմա այդ կարգալույծ եղած քահանայով այդ պատարակներին մասնակցել է տարբեր եկեղեցիներում, ոնց որ համախոհությունը ինքն էլ իր շուրջ է հավաքում եւ սա անտանելի է ինձ թվում է, այսինքն խախտումները ի սկզբանե մենք վերցնենք, որ սահմանադրության եւ օրենքները խախտում են, որ միջամտում է եկեղեցու այդ հարցերին եւ ինքն է որոշում եւ ինքն է պաշտպանում եւ այնտեղ ոստիկաններ են կարգե, որ հետևեն այդ կարգալույծ եղած քահանային, ասենք հոնանավանքում ենք տեսնում ենք եւ ուրիշ չոր մարդիկ կան եւ ոստիկանները նրա անվտանգությունը պաշտպանում, սա ասենք ինչ օրենքով է ինքը անում, ինչ իրավունքով է ինքը միջամտում եկեղեցու հարցերին։ Ես լսել եմ Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ Տիրան arczepiskopos-ի մի խոստովանությունը, որտեղ ինքը ասում է, որ Վազգեն կաթողիկոսի օրոք
ինքը տղաներ ուներ եւ ինքը պատմում է այդ ամեն ինչի մասին եւ ներսում են լուծում այդ հարցը, այսինքն ինչ է անում, ոչ նրան 5 տարով հետաձգում է նրա եպիսկոպոսության դասը, ասենք որ տրվի, բայց կաթողիկոս ինքն է որոշում, այդ խորհուրդն է որոշում, մեկը լինի իրենց բարոյական հարցերը քննարկի, ասենք, սա ինչ հարց է այդ կուսակրոնության հարցը, հա չեմ ասում, եկեղեցին ունի քննադատելու շատ տեղեր, բայց նրանք եկեղեցուն թշնամաբար են վերաբերվում եւ ոնց որ եկեղեցին ուզենան ոչնչացնել, սա է այս ագրեսիան, ասենք, որ տեսնում ենք թե ինչ վերաբերում կա եկեղեցու, ասենք հմեկից հնչում է ավազանի անունը, անհարգալից վերաբերմունքը, հայոյախոսություն մենք շարունակ տեսնում ենք սոցցանցերում, որ կաթողիկոսի եւ ընդհանրապես, իսկ դա նշանակում է, որ հենց եկեղեցու դեմ։ Փաշինյանը երբ այս հարցը հնչեցում է, թե ինչ իրավունքով է, ինչպես դուք էլ նշեցիք, կամ որ օրենքով եք դուք միջամտում եկեղեցու ներքին գործերին, նա ասում է ես որպես քաղաքացի եմ այս հարցերը բարձրացնում։ Ասում է հետևորդ եմ եկեղեցու։ Այո, հետևորդ եմ որպես։ Հիմա սա իրավական դաշտում ինչպես է երբ ինչ ուզում է, անել ասում է։ Իրա ոչ մի ասածը, ասենք ես չեմ կարող դա ասենք լուրջ վերաբերվեմ կամ լուրջ ընդունեմ։ Ընդհանրապես ինքը մոգոնում է, ստում է, նայած երբ ինչ է հարմար, որ ասի, այդպես է ասում։ Եվ շատ ցավալի է, որ համախոհներ ունի, որ ասենք այս իրավիճակում, որ այս երկիրը ոնց որ sense ավիրվում է, համակարգերը փլուզվում են, բայց ունի համախոհություն, որ եւ եթե ինքը ասեց, ինչպես ինքը ասում է, կառավարությունը ես եմ, դատական համակարգը ես եմ, բայց արդարադատության նախարարը որևէ խնդիր չի տեսնում։ Սա ինչ բացատրություն ունի։ Գլխավոր դատախազն էլ ըստ էության հավանաբար չի տեսնում, ամենանվիրյալներից է Նիկոլ Փաշինյանին, այսինքն այստեղ անձերի հարց է իրոք, անձերով է պայմանավորված այդ համակարգերը եւ ասենք ամենա ծայրահեղը, որ մի անգամ լսել եմ ասում, որ դատական համակարգը անկախ է, ասենք ոչ ոք չի ասում էլի այդպես բան։ Այդ աստիճանի է, այսինքն իր նվիրումը Նիկոլ Փաշինյանին։ Արդարադատության նախարարը։ Այո, արդարադատության նախարարը, ասենք իր համակարգում այնքան անելիքներ կան, ասենք հենց թեկուզ քրեակատարողական հիմնարկներում, որով մենք զբաղվում ենք։ Եվ այլն, ինքը լավ կլինի, որ իր գործերով զբաղվի։ Եվ ասենք գնում է չէ, պատարակի է գնացել։ Հետո ասում է ես պատարակի եմ եկել։ Եկել էր հենց կարգալույց եղած քահանայի պատարակի, այսինքն իրենք չեն մտածում ոչ իրենց վարքի մասին, ոչ իրենց հեղինակության մասին, թե ինչ են մտածում, այսինքն այդպիսի մի նվիրում է Նիկոլ Փաշինյանի վարչապետին, էլի, եւ չեն թաքցնում իրենց այդ բարձր որպես ամենաչթաքցնող հենց արդարադատության նախարարն է, որ այս բացարձակ նվիրում ինքը ունի, էլի, անգերազանցելի։ Բայց եթե օրենք է խախտվում եւ իշխանությունները փոխվելու, այսպես ասած, հատկություն ունեն, արդյոք այս անհանգստությունը իրենց մոտ չկա։ Չկա, ես կարծում եմ, բոլորովին, ասենք ինքը այդ գնացել էր Հովնանավանքի պատարակի, ու ասում էր ես պատարակ եմ եկել։ Ծրագրողները որ հարցեր էին տալիս, ինքը ասում էր, որ ես ու հարցը առաջը ինչու հենց այդ կարգալույց քահանայի ժամանակ դու եկար։ Չէ՞ որ կհարգես այդ եկեղեցու կանոնները։ Գիտեք ինչ, այս իշխանության եւ իշխանության սիրահարների առանձնահատկությունը դու պետք է վարպետորեն ստես եւ անամոթ լինես, ընդհանրապես եմ ասում էլի, այդ դա այն արժանինքներն է, որ կրում է այս իշխանությունը, այսինքն դրանով դու կարող ես շահել նրանց սիրտը։ Այս պայքարում միայնակ եք մնացել մի քանի հոգով, որովհետև մենք առանձնապես չենք տեսնում եւ միջազգային կառույցներից իրավապաշտպան արձագանքներ եւ ներսում էլ շատ իրավապաշտպան կառույցներ լռում են, շատ անհատներ, որոնք նախկինում շատ ակտիվ խոսում էին։ Դե բոլորը ոնց որ ասած ձգտումները ոչնչացնել իրավունքը մենք անդադ տեսնում ենք, որ այդ իրավունքը չէ խախտում հենց ինքը Փաշինյանը, ասենք ու այդ իրավապաշտպանությունը ոչնչացնելու այդ մղումը եւ այստեղ մարդիկ ընտրություն ունեցան եւ լքեցին այս դաշտը ես էլ եմ անիմաստ համարում ճիշտ ասած այս հարցազրույցները որտեղ այնքան շատ են ու դու զգում ես որ
չես կարողանում հաղթահար, այսինքն չի հնչում, էլի այդ մի կաթիլա այդ օվկիանոսում ոնց որ ասած, բայց դե չես կարողանում էլի լրիվ։ Հիմա գիտեք օրինակ այդ Լիդիայի դեպքը այնքան արտառոց է, որ լավ չկա մի հարց, որ դուք ասենք այդ ովքեր որ միավորվել են, ասենք իշխանական, այսպես ասած, մատույցներում են հայտնվել։ Լավ բոլորովին չկա մարդկային։ Լավ, ես հասկանում եմ, որ մարդկային որևէ բան չկա, ոչ Նիկոլ Փաշինյանի, Ալենսիմը, չգիտեմ, այդ իշխանավորների մոտ, բայց դուք իրավապաշտպան գործունեություն եք։ Դա ընդհանրապես համարում եմ, որ Լիդիայի հարցը պետք էր գեներացնել եւ դա իրոք քաղաքական հարց դարձնել եւ այդ հարցը շատ առաջ ինքը տեղ ուներ, որտեվ հանրությունն էլ արձագանքեց եւ իրոք մտահոգիչ է շատ, ասենք գլխավոր դատախազը ես գրառում եի արել, հենց գլխավոր դատախազն էի խոսքը ուղղել, որտեվ մեղադրանքը հաստատում է դատախազությունը։ Ասենք ու ամենալավը գլխավոր դատախազը գիտի, որ Շինձու է իր մեղադրանքը, ասենք իրենից լավ ոչ ոք չգիտի, չէ ինքն է վերջնական։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանը կիմանա երևի, որ թելադրել է իրան հետ։ Ասենք ինքը եկավ ազգային ժողովում պնդում էր այդ ձայնագրությունը, որը դեռ նախաքննության շրջանն էր եւ շատերին հասու չէր այդ ձայնագրությունը։ Եվ պնդում էր այն, ինչ ասեմ, ստերը, որը ԿՊ-ն սենց ոռնոցով տարածում էր ամենուր։ Եվ երբ որ նախաքննությունը ավարտվեց եւ ձայնագրությունը դետալ առ դետալ եւ փաստաբանները մեկնաբանեցին եւ մենք հնարավորություն ունեցանք լսելու, պարզվեց, որ այդ ամեն ինչը սուտ է, ասենք այդպես չի։ Հիմա ոչ հերքել են, ոչ մի բան, դե դու պատասխանատու չես քո ասածների համար, ասենք քո հեղինակության համար, ով պետք է քեզ հարգի, ասենք եթե դու գալիս ես մեղ մարդկանց մեղադրում լցնում եք բանտերը ու հետո դու լռում ես, որ ինչու պետք է ես քեզ հարգեմ, ես չեմ կարող հարգել, երբ որ բանտում հիմա Լիդիայի հարցն է։ Եվ խստացված ռեժիմով փաստորեն նա պահվում է բանտում։ Այո, խստացված առանց տեսակցությունների, սա ասենք, քանի որ դատական նիստերին ես հետևում եմ, տեսնում եմ, որ շատ են անհանգստանում Լիդիայի համար եւ այլն, հենց դրա համար էլ իրենք այնպես պետք է անեն, որ ցավեցնեն Սրբազանին կամ այդ պատճառով են էլի Լիդիային զոհ են էլի դարձրել ուղակի կամ նրա համոզմունքների համար, նրա դեմքից բան երևում է թե նա ինչ պայծառ լուսավոր, հա, ուզում են ահաբեկիչ ներկայացնել այնտեղ բոլորին։ Բայց ամեն դեպքում շատերի խափանման միջոցները փոխվեց, բայց իր պահով իհարկե պահպանվեց, մի մասի պահով դեռևս պետք է քննությունը ընթանա, ամեն դեպքում ընդառաջ քայլ սա կարելի է համարել, թե ինչն էր պատճառը։ Ես չեմ կարող ասել, ես դատաքննությունը ինքը նախնական դատաքննության փուլում է, դեռ բուն դատաքննության չեն մտել եւ ապացույցների հետազոտում չի սկսվել։ Եվ գիտեք, պահելը, ասենք, այսքան կալանքի տակ դժվար է, ասենք, այդ կեղծ ես լսում եմ բոլոր այդ բաները, հիմնավորումները, որը չունեն, դատախազությունը չունի։ Եվ ինչ պետք է անեն այդ պահեն, եւ իրենք չեն կարողանա ապացուցեն այդ մեղադրանքը, ոչ մի կերպ։ Ձայնագրությունը պետք է ապացուցեն, թե չէ։ Որ ամբողջականը եւ ի նկատի ունեցել ինչ իրենք են։ Հա, եւ ասենց մի շնչով ուրեմն իրենք ասած մարդկանց մեղադրում ու գցում են բանտերը, էլի։ Ամեն ինչ վերջ ունի, պարզա, չէ։ Հիմա տիկին գլխավոր դատախազին ուզում եմ մի հատ հիշեցնել, որ կանանց ընդհանրապես բերում են քաղաքականություն, իրավապահ մարմիններ, հաշվի առնելով կնոջ կերպարը, կնոջ վերաբերմունքը, կնոջ, չգիտեմ, այն հատկանիշները, որոնք պետք է մի քիչ փոխեն իրավիճակը, որ մետաղյա կեցվածքով եկել էր ազգային ժողով կանգնել էր, ասենք, այդ ասում էր այդ ամեն ինչը։ Հիմա ինչ եք այս աղջկան պահել։ Ձեզ ուժեղ եք զգում, թե ձեր մեղադրանքը ամրանում է։ Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, ոչ մի օգտակարություն չկա դատախազին այդ մեղադրանքը պահելով եւ այդ
աղջկան պահելով, այդ կնոջը պահելով, ասենք, բանտում։ Հիմա այս համատարած կալանավորումները դու կապում եք ընտրություններից առաջ արված գործողությունների եւ մյուս կալանավորների հետ կապված, նաեւ Սամվել Կարապետյանի, որ մեր ձևով շարժ խոսքի համար նա կալանավորված, հիմա նոր մեղադրանք են ուզում ներկայացնել։ Դեռ ոչ չեն կարողանում, դե չեն կարողանում հաստատել այդ մեղադրանքը, մերժում էր, չէ՞, Վերաքննիչ դատարանը, ասենք, այդ բողոքները դրան էլ եմ հետևում։ Հա, անմեղ, այո, այս չգիտեմ ինչ է ինքը ուզում, ասենք, ես չեմ հիշում ընտրություններ, երբ առաջնորդը, ասենց ասենք, այսպես բացասական, ասենք, եկեղեցու վրա հարձակումներ անում, մարդկանց բանտեր ակցում, պատկերացնում եք ինչ ընտրարշավ է, էլի, ասենք, երևի Ալիևի դափնիները իրեն բռնապետի այդ դափնիները իրեն հանգիստ չեն տալիս, էլի, ասենք, ուզում է տենց կայանա, որպես բռնապետ կայանա Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ կկայանա թե չէ, այդ դատարանում այդ մեղադրանքը չի դիմանալու։ Եվ գիտեք ինչ, հիմա ասում են միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում, չէ, բայց իրավապաշտպան կազմակերպությունները միջազգային, դուք կտեսնեք իրանց զեկույցներում տարեկան ինչեր են տեղ գտնելու։ Իրենք մտածում են, որ իշխանություն են ու վերջ, ինչ ուզենան պիտի անեն։ Ասենք Հայաստանը քանդեն էս տեսակ, էլի։ Գիտեք, ես օրինակ 2008-ին էի շատ ցնցված, երբ որ մարտի 1-յան այդ դեպքերը տեղի ունեցան, բան ես այդտեղ մասնակցել եմ միջազգային կազմակերպության այդ հետաքննության։ Սա այն ժամանակ ենք, բայց այս նույնիսկ այն ժամանակ այս իրավիճակը չէր։ Հասկանում եք, sense մի տեսակ անընդհատ հոգեկան մարդիկ ծանր ապրումների մեջ են։ Տեսնեն ինչ են արել, չգիտեմ, ում են ձերբակալել, ում են։ Եվ այսքանից հետո, այս աղմուկից հետո, էլի դատախազը նա պետք է 1 վայրկյանում ազատել այդ աղջկան կալանքից, փոխեր խափանման միջոցը։ Ամենալավը գիտի, որ անմեղ է, բայց մինչև վերջ ինքը պահում է։ Կամ այդ քաղաքասարակությունը, որ շրջապատել է Նիկոլին, այսպես ասած, իրան չի ասում, ես ինչ ես անում։ Իրենց կարծիքը ընդհանրապես հաշվի չի առնվում այնտեղ։ Դե գնացել են մենակ գլուխները խոնարել նստել են։ Բայց չկասում ես ինչ ես անում։ Հիմա խորհրդանում այսօր լսումներ էր հենց այդ կալանավորման թեմաներով եւ բացի այդ նաեւ հանձնաժողովում պետաիրավական քննարկվեց հարցը եւ իշխանության պատգամավորներից ասում էին, որ քաղբանտարկյալներ Հայաստանում չկա, որովհետեւ եթե լինեին քաղբանտարկյալներ, ապա միջազգային կառույցներից արձագանք արձանագրություններ կլինեին։ Կլինեն։ Երբ որ գործերը դատական process է, ես ասում եմ էլի, ես վստահում եմ իրավապաշտպան, ես գիտեմ իրենք ոնց են աշխատում, ասենք Human Rights Watch, Amnesty International անպայման կարձագանք են այդ հնարավոր չի։ Դուք դատական process-ի մեջ եք մտել ու այսինքն դուք նոր եք ձերբակալություն, նրանք ուսումնասիրում են, նայում են ու հետո են հայտարարում իրենց կարծիքները, բայց ինչ պետք է ասեն իշխանության, այնտեղ կարծիք ունեցող էլ չկա։ Մի հատ կարծիք կա, դա Նիկոլ Փաշինյանի կարծիքն է, որտի բոլորը պարտադիր կրկնեն։ Ես եմ կառավարությունը, այսինքն ով պետք է ինձ հակառակվի, չէ՞, տենց ասում, որ դատավորը ինձ պետք է հակառակ բան ասի։ Իմ ասածը չանի։ Հետի հետ կապված արբիտրաժի միջանկյալ որոշման հետ կապված նաև հաստատի Փաշինյանը արձագանքեց, որ կարող են չկատարել, այսինքն Թող չկատարի, տեսնենք, այնպես չի, որ ինչ ուզենա պիտի անի, էլի Հերմինե ջան, ամեն ինչ ավարտ ունի, ու մի օր ավարտվելու է, ու նույնը ես գլխավոր դատախազին ուզում էլի ասեմ, Աղվան Հովսեփյանին նա չի կարող բաց դեմքով Երևանում ման գա, Հայաստանում ման գա։ Կարողանա արդյոք Տիկին Վարդապետյանը հանգիստ ման գալ Երևանի փողոցներով, չգիտեմ։ Ոչ մեկը չի մտածում իրենց վարքի մարդ մի քիչ բան լինելու, գիտեք, ես միշտ քննադատել եմ բոլոր ժամանակներում եւ մի անգամ ասեմ, որ Արթուր Դավթյանին մի կիներ զանգ տվել, չեմ ճանաչում Սպիտակի շրջանից, տղան հացադուլ էր արել, մի 50 օր, իդեպ մենք այցելել էինք, ու ինքը շատ էր ուզում այդ հացադուլից հետո իր տղային տեսնել, ու ես խնդրեցի գլխավոր դատախազի մամուլի խոսնակին, ասացի, որ հնարավորություն ստեղծեք, որ այս կինը հանդիպի։ Ու
թույլ տվեցին, այնտեղ պատմություններ կան, բայց թույլ տվեցին։ Հենց հաջորդ օրը մի ժամով այդ կինը, երբ որ արգելանք էր դրված հանդիպումների վրա, էլի, ոնց որ Լիդիայի դեպքում։ Ու այնպես եղավ միջոցառմանը գլխավոր դատախազին տեսա, ասեցի շնորհակալություն, որ արձագանքեցիք, պարոն Դավթյան, ասում է, թե չես հաղորդի, ասում եք անմարդկային։ Իմը սրանց վրա այդ անմարդկայինն չի ազդում, էլի։ Իրենք շատ տարված են, գիտեք, հետո բարոյական ու ասենք, չգիտեմ, իրենց այդ եւ մտքի ինտելեկտուալ հնարավորություններն են շատ ցածր։ Ասենք այդ վեր լինելու այդ ամեն ինչից, մարդ լինելու, բարձր ինչ-որ լինելու, ինչ-որ մեկին եւ այդ ատելությունը ժողովրդի մարդկանց ընդհանրապես շատ է զգացվում այդ ատելությունը, չես հասկանում ինչի են այդպես ատում, ասենք, ինչ-որ մի բան պետք է անեք, դուք չէ, ասենք անմեղ մարդուն խեք տարել փակել, անմեղ մարդկանց այդքան շատ։ Ինչ գործիքներ պետք է մշակվի այս ամեն ինչի հետ կապված միջազգային կառույցների հետ աշխատելու համար, որովհետև այսօր նաև խորհրդանում այդ մասին խոսվեց, ընդդիմությունն ասաց, որ միասնական ճակատով պետք է հանդես գալ, հարթակ ինչ-որ ձևավորել եւ համակարգված աշխատել, թե որ կառույցներին դիմեն Եվրոպայի նայեք, այնպես չի որ չեն արձագանքում պատգամավորների հետ առանձնակի աշխատանք տարվի։ Դուք տեսաք, որ Կոչուբաևի դեպքում, ասենք, հեղինակավոր մի միջազգային կառույց արձագանքեց եւ խիստ դատապարտել էր, ես եկեղեցու հետ կապված շատ կան քննադատություններ եւ եկեղեցական տենց միավորներ, որոնք քննադատել են այս ամենպես չի, որ ուղղակի մենք ավելի շատ ակնկալում ենք, որ ասենք Եվրամիությունը կամ, չգիտեմ, Եվրոպայի խորհուրդը բան այդ արձագանքներն ենք, որոնք ինչ որ քաղաքական հաշվարկներից ելնելով հավանաբար չեն արձագանքում։ Որ միասնական հայտարարություն կան եւ ոչ թե առանձին падգամավորներ եկան ու նաեւ Հայաստանում եթե մեր ներսում չեն անում այդ միասնական հայտարարությունը, ասենք էլի, ասենք այդ ՀԿ-ները, որ ժամանակին իրոք տրամադրությունը ստեղծել են Հայաստանում, այդ միջավայրը կար եւ այդ քննադատությունը կար, եթե մենք ներսում չենք կարողանում դա ապահովել, ինչ պահանջ ունենք միջազգայիններից, մենք ուզում ենք իրենցից պահանջել, մենք այստեղ պետք է փոխենք այդ ամեն ինչը, հասկանում եք։ Ես չգիտեմ, ես հույս ունեմ, որ այս հարթակը, որ օրինակ, որին ես մասնակցել եմ, կարող է առաջ տանել, ի վերջո չի կարող սենց անդադ շարունակվի։ Եվ հիմա չգիտեմ ընդդիմությունը ինչքան, իսկ ընդդիմությունը շուտվանից պետք է շատ բան աներ։ Չնայած ես չգիտեմ էլի ընդդիմությունը թե չէ, այդպես այդքան որպես ընդդիմության դուրս չեմ վերաբերվում։ Ես չեմ տեսնում այն կարևոր արձագանքները, որ պետք է ունենան։ Խոսենք նաև Բաքու գնացած քաղաքասարակության 5 ներկայացուցիչների այցի մասին, նրանք գնացին, հետո փոխանցեցին այնտեղից Ալիևի օգնականի Հիկմետ Հաջիևի ուղերձները խաղաղությանը միտված, հետո խաղաղության կամուրջ այսպես հարթակ է ձևավորվելու, շարունակական այցեր, ասում են այս ամենը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, նաև վստահության մթնոլորտ ձևավորելու, բայց այդպես էլ փաստացի նրանք գերիների հետ կապված նրանց հարցերը անպատասխան են մնացել, այցելությունները առհասարակ չի եղել եւ Հաջիևն ասել է, որ բանակցություններ են ակտիվ ընթանում այս հարցով եւ թեման կարծես թե փակվել է այսքանով։ Ինչ է սա տալիս, այս ոգևորությունը նաեւ շատերի մոտ նկատելի էր, ովքեր վերադարձել էին այնտեղից, ինչից էին ոգևորված։ Ոգևորությունն էլ կար եւ ագրեսիա էլ կար մի տեսակ։ Կարծեմ արեգներ չէ Քոչինյան ասել, որ ով որ դեմ է այս բանին, ուրեմն ինքը ռուսա ստրուկա, չգիտեմ, այդ որ հիմա անդադ ռուսական ագենտա չէ, ինչ որ տենց մի բաներ ասել։ Այսինքն ով է դեմ խաղաղության։ Ընդհանրապես ես չեմ ճանաչում մարդ, որը դեմ է խաղաղությանը։ Այդ ինչ ագրեսիա է, էլի, ես դա չեմ հասկանում, ասենք։ Ես չեմ պատկերացնում իրենք ինչ են անելու կամ ինչ են անում։ Շատ լավ գիտեմ ադրբեջանական, շատ երկար ժամանակ շփվել եմ եւ մամուլի հետ։ Եղել եմ Թիֆլիսում շատ հանդիպումների, դեռ 2000-ից մինչև 10-12 թվական այդտենց տարբեր բաների եմ մասնակցել, նույնիսկ քառակողմ հանդիպումների։ Եվ գիտեք ինչ, չկա մամուլ Ադրբեջանում եւ չկա քաղաքասարակություն, որը չի ենթարկվում Ալիևին, գոյություն չունի։ Իրենք ոչինչ չեն կարող անել առանց Ալիևի։ Եվ ես ավելի շատ տեսնում եմ քարոզչության, թե ինչ պիտի անեն, ասենք ինչ պիտի անեն,
ասենք էթնիկ զտումների մասին չեն կարող չէ խոսել, ասենք այն հարցը, որը ամենակարևորն է, որ տեղահանեցին բռնի տեղահանում եղավ մեր կազմակերպությունը շատ լուրջ զբաղվել է այդ հարցերով եւ մենք հենց տեղահանման առաջի օրից արձանագրել ենք փաստերը, մարդկանց հետ հանդիպումները եւ շատ լավ փաստահավաք աշխատանք ենք կատարել հսկայական եւ շատ լավ գիտենք ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է տեղի ունեցել։ Հիմա լավ չհիշենք, այսինքն չգիտեմ։ Վերադարձի մասին չխոսենք առասարակ թեման փակում։ Հիմա չգիտեմ, այս քաղաքասարակությունները ինչ են անելու իրենք։ Բարձր որ իրենք չեն խոսելու, չէ՞, ասենք սահմանադրություն են հեսա ուզում փոխել նրճակ, ասենք այդ տեսակ հարցեր չի։ Ես ճիշտ ասած չհասկացա։ Ես հասկանում եմ մենակ որ այդ խաղաղության թեմայի sense բանը մոլի պաշտպանը ամենայն դեպս մենակ լսել եմ Արեգին Քոչարյան մի փոքր հատված, ամբողջ ասուլիսը չեմ նայել։ Ասում էր պարոն Հաջիևը ասել է, որ խաղաղությունը արդեն փակված է հակամարտության էջը, որևէ պահանջ Հայաստանի նկատմամբ նրանք չունեն, այսպիսի ուղերձներ է եղել։ Այդ դեպքում ինչու են նրանք բայց մի 10 օր առաջ հիշում եք, չէ՞։ Խոսում կամ դրանից առաջ այլ բան։ Հա, ասենք մի քանի օր առաջ ու հանկարծ ավարտվեց այդ սա խոսակցությունները։ Դեռևս բայց իրենց բոլոր պահանջները կատարվում են։ Չէ՞ որ խոսում են անկլավների մասին եւ Արցախաշենը վերադարձնելու մասին չեն խոսում, են խոսում են ստանալու մասին։ Սահմանադրության Սևանի մասին էր խոսում նախագահը։ Հա, ասում է որ ինքը ուրիշ բան է ասել, ասենք։ Բայց Ալիևը չեմ կարծում էլի որ ասենք Արեգ Քոչինյանի պաշտպանության կարիքը ունի, ասենք Ալիևը ինձ չունի տենց։ Կարծում եմ իրենք քարոզչությունով են զբաղվելու ավելի շատ էս Գիտեք ինչ, միշտ էլ եղել է այդ հանդիպումները, գիտեք, տարիներ շարունակ, այնպես չի որ ասենք նորը, բայց ճիշտ է, հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է, ամբողջությամբ ուրիշ իրավիճակ է, Արցախը չկա, այդ էթնիկ զտումն է տեղի ունեցել եւ դեռ պահանջները շարունակվում է Ադրբեջանի եւ բայց միշտ էլ եղել են, սա արտառոց դարձնել Գիտեք, երբ որ Արեգ Քոչինյանին այդ փոքր հատվածը լսում են, դեռ մի հատված էլ Բորիսից լսեցի Նավասարդյան, որ եւ սենց մի հատ ռեպլիկ էր էլի, որ եւ վերջո կարող է եւ հետ չգայինք, այսինքն սպառնալիքի մտակ են իրենք եղել, անեն։ Այսինքն այդպիսի ակնարկ կարեց էլի, որ այսինքն բայց ուր է, էլի խաղաղություն, եթե դու այդպիսի ակնարկ ես անում, ասենք ամբողջությամբ չեմ լսել ասուլիսը, մենակ այդ մի դրվագը, որտեղ այդ Սևանա լճի բանի մասին էր խոսում։ Ասում էր, որ Ալիևը չի ասել Սևանը գոյչա է, ուղղակի հղում է արել ռուսական քարտեզներին։ Հա, այդ հենց այդ եմ լսել ու դեղցել այդ ռեպլիկա լսեցի։ Ես չեմ կարծում, որ իրանք ինչ-որ նոր բան են անելու, կարծում եմ, որ իշխանությունների համաձայնությամբ և ուղղորդմամբ է այս ևս էլ, այնպես չի, որ Հայաստանում քաղաքասարակությունը, ինչպես տեսնում ենք, չկա չէ այդ քաղաքասարակությունը, դրիվ ազատ է, այնպես որ և Նույնիսկ գեյների հարցով փաստորեն իրենք չկարողացան որևէ այսպես քայլ լինի կամ հավաստիացում ստանան, ինչ է նշանակում բանակցություններն ակտիվ ընթանում, արդեն 5 տարի է բանակցություններ Դե գերիների հարցը Հերմինե ջան, մի քիչ ուրիշ հարց է, սա ավելի շատ դեռ ժամանակը չի, որ իրենք հիմա խոսեն երևի էլի, այդպես որ իրենց ուղղորդելու են եւ իրենք էլ ըստ այդմ են, կարծում եմ որ ոչ մի նոր բան չի լինելու։ Ես չեմ հավատում, որ քաղաքասարակությունները Հա թող երկխոսեն, ես ինչ ասեմ, բան չունեմ ասելու, բայց որ ինչ որ ինքնուրույն, ինչ որ իրենց մտքեր են հաղորդելու, ինչ են անելու, մեծ հուզող հարցերից օրինակ։ Այսինքն Ադրբեջանից ընդառաջ քայլ չեք սպասում, ուղղակի այսպես հանդիպումներ, զրույցներ քարոզչական ուզում եմ ասել, որ այս քաղաքասարակության ներկայացուցիչները ոչ մի իրանք իրենց միտքը, իրենց առաջարկը եւ ուժմանը իրենք չունեն։ Եվ այս օրերին, որ նաև դատական այդ ֆարսը տեղի ունենում գերիների մասով Ադրբեջանում, փաստորեն նրանց ցմահ ազատազրկման ենթարկեցնելու միջնորդություն է դատախազը ներկայացրել, նաև 20 տարվա ազատազրկում մի քանիսի մասով։ Եվ սենատորներն էին արձագանքել, կոնգրեսականներ, դիմել են նաև ԱՄՆ պետքարտուղարին, նրանք 20-ից ավել էին, 27-28 երկրները պետք է միջամտել։ Ինչ ազդեցություն կունենա, Փաշինյանն էլ օրերս ճեպազրույցի ժամանակ ասում էր, որ ԱՄՆ-ի հետ ակտիվ աշխատանքներ տարվում է այդ առումով, դուք գիտեք ինչքան որ բարձրաձայն հնչեց Թրամփին, չէ՞, այդ հարցը բարձրաձայն մենք մի անգամ լսեցինք,
գերիների եւ հետո մամուլում գրվում է որ Ռուբեն Վարդանյանի հարցով կա այդ բանը Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել այդ գերիների կալանավորումից ի վեր, երբ որ Ադրբեջանում են նրանք հայտնվել, ոչինչ չի արել։ Ինքը ոչ մի բան թակարակը, եթե հիշում եք Ռուբեն Վարդանյանի մասին, պետք է բարձել որտեղից, հա, ինչի համար որտեղից ինչ ուղարկվել։ եւ այլն, հա, եւ տենց վտանգներ էր զգում Ռուբեն Վարդանյանից այստեղ գալու եւ հանկարծ ինչ որ իր տեղը զբաղացնելու, իրեն թվում է ինքը տենց անմահ մնալու է այդ աթոռին էլի։ Եվ գիտեք ինչ Հայաստանը չունի այն հեղինակությունը, որ ել չեմ ասում, որ ոչ էլ ցանկություն ունի, որ բանակցելու այդ երկրներին, այդ հարցը անդադ բարձրացնելու, այսինքն այդ չգիտեմ էլի, Ադրբեջանի հանցագործությունները ու հիմա դա ծածկել խաղաղության ինչ որ քողով, ասենք այդ էթնիկ զտումը, որ այդ մարդիկ ինչ տառապանքներ են կրել, ասենք ես երբեք չեմ մոռանա, ասենք կամ այդ գերիների հարցը, ասենք ու սենց երջանիկ գալ ու սենց մի հատ մտահոգություն օրինակ կոնկրետ այդ Արեգից չլսեցի, որ շատ ոգևորված գուցե նորեր էմոցիաների տեղափոխվել Հայաստան այդ Արցախից։ Նույնիսկ ծնողներ կային պատմում են, որ իրենց որդուդին ավտոյի մեջ է եղել, որ իրենք տեղափոխվել են Հայաստան։ Այսինքն անմարդկային ես բազմաթիվ մեր կայքը եթե մտնեք, դուք բազմաթիվ այդպիսի հրապարակումներ կգտնեք, թե ինչ ձևով են մենք ընտանիք որտեղից 4 զոհ ա եղել, որ գերին տեղափոխելուց արդեն գյուղից դուրս են գալի Ստեփանակերտը շրջապատված ա եղել, չեն իմացել սպանվել է այդ վիրավորը, որ դիրքերից իջացրել է սեպտեմբերի 10։ Այսինքն այդ պատմությունները սարսափելի են ու դա մոռանալ չի լինի ու այնպես որ խաղաղության այդ թեման էլ որ սպառնում են որ եթե մեկը ուրեմն խաղաղություն չի ուզում ուրեմն ագենտ է ուրեմն դա ինձ շատ զարմացրեց ճիշտն ասած բոլորը ուզում են խաղաղություն բոլորը անխտիր։ Հիմա դուք սպասում ունեք որ իսկապես ԱՄՆ պետքարտուղարը այս հարցով որևէ բանի կարող է հասնել ճնշել Ալիևի վրա եւ որոշակի այնպես ընդառաջ քայլեր։ Ես ասում եմ որ մեր երկիրն էլ պետք է մենք էլ երևի պետք է շատ աղմուկ բա այդ պահանջը պետք է անդադ հնչի այստեղից պետք է գնա որ այդ երկրները շարժվեն տեղից։ Ինչպես են գնում խաղաղության, եթե գերիներ կան դեռևս։ Այո, դեռ գերիները իհարկե շատ ասենք ես չգիտեմ այդ չեմ պատկերացնում Ադրբեջանի հետ։ Պատկերացնում եք մեր այդքան զոհեր ենք տվել, այդ մարդիկ, ասենք, ճիշտ է բոլորն էլ ուզում են խաղաղություն, բայց նրանք չեն մոռանա, թե դա ինչ է եղել եւ ոնց է եղել։ Մեր մշակութային ժառանգությունը ավիրում են։ Հիմա գնամ նստեմ ժպտալով այդ հարցերը պետք է հաղթահարենք այդ թշնամանքը։ Ի վերջո պետք է հաղթահարել հասարակությունը համաձայն եմ, բայց թող մեզ չմեղադրեն էլի այդ ցանկությունը հաղթահարելու եւ այնտեղից ատելություն չքարոզի։ Բայց մի քանի օր առաջ էլի կար այդ ատելության այդ քարոզը, այդ տարբեր արտահայտությունները, դա այնպես չի որ մի օրում կարող է այդ հարցերը լուծվի։ Եվ այդ քաղաքասարակությունները, որ ուզում են այստեղ պիտի մարդիկ պատրաստ լինեն այդ ամեն ինչը լսելու, թող երկխոսեն, բայց թող նաև մեզ հանգիստ թողնեն, էլի այդպես ագրեսիվ արտահայտություններ չանեն, ով սենց է մտածում, ուրեմն սենց է եւ այլն, դա ամենատահաճն էր։ Երկխոսություն եղել է, այն ժամանակ էլ է եղել, հիմա էլ վարեք, տեսնենք ինչ է կանում, հասկանանք ինչ է կանում, էլի։ Դեռ սա առաջին այցն էր։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Զրուցակիցս լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։